Շնորհակալ ենք բոլորիդ ներկայության համար, մեզ համար շատ կարևոր է, որ դուք այստեղ եք, պատրաստ նայելու մեր երեխաների աշխատանքը։ Ասեմ, որ այսօր ձեզ համար ելույթ կունենան, այսինքն ներկայացում կխաղան Նռնենի արվեստի կենտրոնի Նռնենի թատրոն ստուդիայի փոքրերի խումբը։ Նշեմ, որ Նռնենի թատրոն ստուդիան գործում է շուրջ 12 տարի, այս տարի հոկտեմբերին կլրանա մեր 12-ամյակը, եւ բնականաբար մենք ունեցել ենք բազմաթիվ ներկայացումներ, տարբեր ժանրային ներկայացումներ, այսօր շատ գեղեցիկ կատակ ներկայացում է, Կատվի տունը բոլորից շատ հայտնի, միգուցե այնտեղ դուք տեսնեք կերպարներ, որոնք չկան հեքիաթում եւ մուլտֆիլմում, բայց մենք մեր փոփոխություններն ենք արել, կարծում եմ դուք կգնահատեք եւ ձեզ դուր կգա։ Եվ նշեմ նաեւ, որ ունենք երեխաներ, որոնք կատարում են իրենց առաջին բեմելը, մեծ մասը, իդեպ այսօր առաջին անգամ են բեմ բարձրանում, բնականաբար իրենք մի փոքր հուզված են, բայց կարծում եմ, որ պատրաստ ձեզ ներկայանալու։ Ծափերով սկսենք մեր ներկայացումը։ Շնորհակալություն, բարի դիտում։ Ամեն ինչ պատրաստ է, կարող եք ընդունել մեր հյուրերին, Այո, վերջապես բոլորին ցույց կտամ եմ թանկարժեք զգեստը։ Գիտես, երեկ զբոսնում էի հրապարակում, ու հիացած աչքներ նկատեցի։ Համոզված եմ, որ այսօր բոլոր ընկերիներիս նախադուշարժելու եմ իմ զգեստով։ Իսկ ես մեր տնով և իմ շինարարական կարողություններով։ Հիմա մեր հյուրերը կգան, ծաղիկները ջրում։ Արագացու, քո պատճառով այնքան կուշանանք, որոնցիկին չենք էլ ասնում։ Մայրիկ, դե շապիկ, հացապ եմ, ուտել եմ ուզում։ Դե գալիս եմ, ինչ եք ուզում ինձանից։ Ձեր կարծիքով, ես պետք է հասարակ տեսքով ներկանամ այդ քիթը ցծած մեծամիտ կատվի տուն։ Ողջույն, դուք էլ եք հրավիրված կատուների տուն։ Ուրախ ձեզ հանդիպելու համար ընկերս։ Ես նույնպես ուրախ եմ։ Եկեք գնանք ներս։ Ողջույն։ Բարև եք եկել, ինչպես եք հանգագիրներս, իմ սիրելի ընկերներ, վաղուց իրար չէի տեսել, միավ։ Դե մենք ավելի շուտ կգայինք, բայց սպասում ենք ձեր ավերքին։ Ինչ ես ասում, դուք այստեղ միշտ սպասված հյուրեր եք, առանց հրավիրել կարող եք համենալ, միավ։ Արքների զավաստիկը, չքնաղկատուի, այսօրվանից ես ձեր խոնայք տարանեմ, ու լավ բարեկամ եմ։ Բարով եք եկել, բայց հարգել ես մի մոռացեք, որ այս շքնաղ կատվու կողքին առնական և ուժեղ կատու կա։ Եկեք գնանք մի բան խմենք։ Այո, գնացեք մեզ, խմիչք հյուրասիրեք, իսկապես ընկերուհիս ճիշտ էիր ասում, որ շատ գեղեցիկ տուն ունեք, հարդարանքն էլ առանձնանում է իր օրինակությամբ։ Իսկապես կատվուի, շատ գեղեցիկ եք։ Սիրելիս, ես ասում եմ, որ տունն է գեղեցիկ։ Այո, և տունը, և դուք շատ գեղեցիկ եք կատվուի։ Ինչի օշանում? Դե երևի շուտով կգա, հիմա սիրամարգն էլ կգա և կհրասիրվեք, իսկ մենք հիմա կգանք։
տիրակալն է։ Աշխարհի տիրակալների բա մեզանից ոչ մեկն այսպիսի շքեղտուն չունի։ Դրա համար էլ իրեն երևակայում է։ Արի այս կողմ, մեզ հանձնացրեցին, չէ՞ որ մյուսներին պիտի սպասենք, նոր հյուրասիրվենք։ Ակիստով նրան մենք հյուրերին ամեն ինչ թույլ է տալի։ Շատեր համեղ է։ Ահա, սիրամ Մարգին էլ եկավ, դիմավոր եմ։ Ողջույն, ներս համեցին։ Բոլորդ արդեն այստեղ եք, բարի օր բոլորին։ Ինչու ուշացը։ Դե սիրելիս դա իմ բնավորությունն է։ Ես բոլոր խնջույքներին ուշացած եմ հասնում։ Մեծամտություն չհամարեք, բայց սիրում եմ վերջում ներկայանալ։ Նաև իմ փետուրները առանձնակի խնամք են պահանջում։ Կարծում եմ դա բոլոր կանանց էլ բնորոշ է։ Պես հասկացա բոլորը հավաքվեցին։ Դարձել կողոսությունների ժամանակ չկորցնենք և շենք մեր խրախշանք։ Վերցրեք բաժակները։ Շատ սիրուն կատուներ ունենալ։ Եվ այնքան շատ, որ այս տունը փոքր լինի ձեզ համար։ Միշտ ուրախ լինեք ու երջանիկ։ Ուրա! Հրավիրում եմ ձեզ բարի, սիրելի կատուին։ Հաջողություն։ Լավ, եկեք հասնենք մեր նվերները։ Ահա, այս զգույն հապիկները ձեզ։ Շնորհակալ եմ։ Այս կաղամբը քեզ կատուի, թող ձեր տան նորամուտը բարի լինի, մեր ընկերությունն էլ հավերժ լինի։ Շնորհակալ եմ։ Ահա այս գեղեցիկ վարդերը ձեզ, որպես է տան գեղեցիկ զարդ։ Շնորհակալ եմ։ Սիրելի կատուներ, մեր թշնամությանը վերջ դնելու համար բերել եմ ձեզ այս պաներով կարկանդակը, որը ինքս եմ պատրաստել։ Հյուրասիրվեք և գնահատեք իմ խոհարարական հմտությունները։ Շնորհակալ եմ։ Ճիշտ է, մեր պապերը վիճել են, թշնամացել և այս շարունակվում է մինչ օրս։ Ժամանակ է վերջ դնելու մեր թշնամությանը։ Լիովին համամիտ եմ։ Մենք թշնամանալու պատճառ չունենք, չէ՞ որ լավ ընկերներ ենք։ Ասում են, ով փնտրում է, նա գտնում է, և մենք գտել ենք ձեզ մեր լավ ընկերներ։ Այո, դուք մեր լավ ընկերներն եք։ Այդ իսկ պատճառով մեր նոր տան բացման խնջույքին ես ձեզ էլ հրավիրեցինք, կիսելու մեր ուրախությունը։ Մենք ենք ձեզ շնորհակալ հրավերքի համար։ Գիտեք, ձեր նոր տան մասին ամբողջ քաղաքն է խոսում։ Մեր տան դռները այսօր միշտ բաց կլինեն բոլորիդ համար։ Դե եկեք մի քիչ հետ բարենք ցույց տուր տաղանդ ընկերուհի։ Հիմա։
Ես ու քույրս չունենք ապրելու տեղ, մեր տնակը փոքր է շատ, իսկ տանիքից կաթում էր։ Այ քեզ բան, այս որբուկներին թվում է, ադեթևանների տուն է։ Այսպես որ շանեցվի, պետք է ցուցանատուկցնենք վարպերի համար մուտքը խստի վարկել։ Փակցնեմ սիրելիս, մի անհանգստացիր։ Այն որբուկները մեծ ազգական, ոչ, բայց իսկապես ցուրտ է թանկագինս բարձր բուխարին մեր հյուրերը չմրցեն, որքան էլ դրսում ցուրտ լինի, այն մեզ չի սպառնում, չէ որ մեզ մտակ է։ Այստեղ լավ է, շատ հաճելի, բայց ես գնամ ուշ արդեն, թե քաղաքավորությանը պատասխանելով երկուշաբթի հյուր եկեք մեզ։ Դե ջուտիկս մենք դեռ մի քիչ էլ կմնանք։ Մայրիկ, դեդ քնել եմ ուզում, և պանել քուրերիս մենակ եմ փողան հոգնել եմ։ Լավ, դե եթե փոքրիկը հոգնել է, ինչ արած։ Այս ամենը կշարունակենք չորեքշաբթի, երբ գաք մեզ հյուր։ Սպասիր, գալիս եմ չորաջեջի ջուտիկ, ստեսություն, սպասիր։ Դե չորեքշաբթի զբաղված եք արդեն, մեզ մոտ եկեք հինգշաբթի։ Ոչ, հինգշաբթի մեզ հարմար չէ, մեզ մոտ եկեք շաբաթ օրը, հյուրասիրենք ձեզ մեր ավանդական կաղամբով և հատապտուկներով կարկանդակով, ձեզ կսպասենք ժամը 5-ին, ժամը 6-ին, անսուրս կգանք ոչ ոքին էլ չենք անտեսին, Դե սիրելիս արդեն ուշ է, ես էլ պետք է քնեմ։ Ստեսություն, հաջողություն։ Հաջողություն։ Վերջապես գնացի։ Տեսնում ես, ինչպես է սեղանություն։ Ահա որ էր։ Բարձած ուխարին ցուրտ է։ Ինչ դժբախտություն, ինչու այսպես եղավ, հիմա ինչ ենք անելու, որտեղ ենք ապրելու։ Չգիտեմ այս ինչ օրեր աստվածին, ինչու այսպես եղավ, այս սրտին էլ դրսում մնալ չենք կարող, ախր ցուրտ է, շատ ցուրտ է։ Հիշում ես, մեզ հավիկն ակնանը իրենց տուն հրավիրեցին, արի գնանք իրենց մոտ։ Դե գնանք, այլ ելք չունենք։ ինձանից այսօր ժամին։ Դե չունենք մենք այլևս ապրելու տեղ, այրվեց մեր տունը, հիմա մնացել ենք դրսում, ներսով քոտում, խնդրում եմ։ Դե ես սիրով կընդունեի ձեզ, բայց ամուսինս խիստ է շատ, չի անդուրժում նա ոչ մեկին, իր տուն քնելու էլ չի կանչում։ Այս իր ձայներ են, թող է քնեն, անգիր չունեմ ծերուկի։
Վերջոն եք շապի մեզ ձեր տուն կանչում։ Ես կանչում էի մեկ օրով։ Մենք ապրում ենք շատ դժվար։ Նեղ է մեր տարածքը շատ։ Մեծանում են ջուտիկներս, ամբողջ օրը վիճում։ Շատ դժվար է մեզ համար։ Լավ, ցտեսություն այդ դեպքում։ Ցտեսություն։ Համոզվեցին։ Ապիտի կավիկ ներս արի։ Գալիս եմ գալիս։ Այս անգամ ես եմ հաղթելու։ Ես եմ հաղթելու։ Լավ կարդ ունեմ։ Քեզ։ Այդ քույրիկ, դուրս արի, ընկերներից խնդրանքը լսիր։ Ես չեմ խաղում, դու վատ ես խաղում։ Ինչ է եղել այսօր ժամին, ինչու եք այստեղ եկել։ Այրվել է մեր տունը, հիմա մնացել ենք դրսում, խնդրում ենք, ներս թողնես։ Ես չգիտեմ, ամուսնուս խնդրի, հիմա կանչեմ։ Ամուսին, նրանց կասես, որ մեր տանը տեղ չկա։ Տեղ չկա։ Տեղ չկա։ Մեր տանը տեղ չկա, մեր տանը։ Ինչ է եղել։ Այրվել է մեր տունը, ընկերս։ Հիմա մնացել ենք դրսում, խնդրում ենք, ներս թողնես։ Ես ձեզ կթողնեի ներս, բայց այծուրին ասաց, որ մեր տանը տեղ չկա, դե ինչ անեմ, չգիտեմ։ Ամուսին, եկավ։ Բայց ինչ պատահեց։ Լավ, ցտեսություն այդ դեպքում, ուշքի բեր ընկերոջս։ Գնացին։ Ոչ, ես տնային գործեր չեմ անում։ Իմ ձեռքերը կվնասվեն։ Սիրամարգ։ Ինչ է, այսօր երկուշաբթի է, ես այսօր ձեզ չեմ կանչել։ Այրվել է մեր տունը, գիշերելու տեղ չունենք, խնդրում ենք, ներս թողնես, կատվուհին ուժասպար է։ Ների, բայց ոչինչով օգնել չեմ կարող։ Իմ փետուրների պատճառով ինձ տեղ է հարկավոր, ամբողջ գիշեր նեղվածքի պատճառով աչք չեմ փակել։ Ես առանձնապես նեղություն չեմ տալիս քեզ, ամբողջ տարածքը դու ես գրավում։ Եթե նա չլիներ, ձեզ տեղ կտար, բայց մենք միասին ենք ապրում։ Բայց Ների, ընկերուց բաց ոչինչով օգնել չեմ կարող։ Հա, ես իմ տնից դուր չեմ գա, որ դու կաս ցտեսություն։ Ցտեսություն։ Մտնի քաղցածեմ սեղանի։ Միշտ ես ամեն ինչ ես պետք է անեմ։ Շատ ես քաղցած, Չէ, դուք եք, դու նույնպես քաղցած ես, ես տղա եմ, դիմանամ։ Դե քաղց ոչինչ, մրսում եմ շատ։ Արի գրկյան քեզ տակասնեմ, մի մտած, առավոտյան օրը կլինի, մենք տականանք։ Չեմ դիմանում, մրսում եմ։ Ոչինչ, քիչ մնաց, հասանք փոքրիկ կատուների տուն։ Կատուներ, փոքրիկ կատուներ։ Դուք եք պարոն կատու, և ձեզ հետ էլ կատու։ Այրվել է մեր տունը, գիշերելու տեղ չունենք, խնդրում ենք, ներս թողեք մեզ։
Երեք մենք էլ ձեզանից էինք օգնություն խնդրում, դուք մեզ մերժեցիք, միաու, դուք հարուստ եք, ինչ եք ուզում մեր նման խեղճ որբուկներից։ Խնդրում եմ փոքրիկներ, օգնեք մեզ, ոչ ոք չի ուզում մեզ օգնել։ Լավ, ներս եկեք։ Նա խնդրել է տակուկտեղ, չի կարող խնդրողը մերժել, բայց մենք համարյա բաց երկինքի տակ ենք ապրում։ Մենք չունենք բուխարի և տաք ծածկոցներ։ Ոչինչ, երբ գարունը գա, մենք մեր տունը կվերանորոգենք և միասին կապրենք։ Ներեցեք մեզ փոքրիկներ, մենք նոր հասկացանք, որ ընկերներ չունենք, միայն դուք եք մեր ընկերները։ Երբեք պետք չէ մերժել օգնության կարիք ունեցողից, որովհետև ամենամեծ արժեքը բարությունն է։ Ներեցեք մեզ փոքրիկներ, մենք նոր հասկացանք, որ գեղեցիկ տունն ու հարստությունը կարող են նրան հետանալ։ Բայց բարությունը, կարեկցանքը և իրար օգնելու ցանկությունը կարող են ճակատագրեր փոխել։ Դուք փոքրիկ կատուներ, մեզանից ավելի խոհեմ գտնվեցիք։ Իսկ հիմա վերցրեք բաժակները։ Թող մեր ընտանիքը համերաշխ լինի։ Թող բոլորը լինեն բարի և հոգատար։ Որպեսզի մեր աշխարհը ավելի ջերմ, արդար, լուսավոր լինի։ Ուռա! Քանի որ մենք այսօր ունենք շատ հրավիրված երեխաներ, ես ուզում եմ իմանալ, ձեզ դուր եկավ երեխաներ։ Այո։ Շատ լավ։ Ես ուզում եմ հիմա շնորհավորել իմ բոլոր սաներին, ապրեք երեխաներ։ Իրենք գտնվում էին անծանոթ բեմում, չեն խաղացել այստեղ, եկել են այսօր եւ ես կարող եմ ասել, որ շնորհակալ եմ իրենց, որովհետեւ իրենք պատվով հաղթահարեցին իրենց առաջ դրած խնդիրը։ Ապրեք։ Ես ձեզ շատ սիրում եմ, դուք ինչպես միշտ
ապացուցեցիք, որ ես կարող եմ հենվել ձեզ վրա, թեև դուք շատ փոքր եք, բայց շատ հուսալի ապրեք։ Շնորհակալ եմ ձեզ։ Ես ուզում եմ այսօր այն երեխաները, ովքեր առաջին բեմերն են կատարում, իրենց առանձնահատուկ նշեմ։ Մեր մկնիկը Մարիա, առաջարի, ահա, խոնարհվիր։ Դե այդ արդեն առաջին անգամ չէր, կարող եք ծափահարել։ Մեր փոքրիկ Էման, ճուտիկը առաջին անգամ էր բերում։ Մեր Ռոբը, արի Ռոբ, երկու կերպար էր մարմնավորում, ինչպես տեսակ, և այն իսկապես երեխայի ձայնը կտրված, խաղաց մինչև վերջին ջանքերը գործադրելով։ Եկեք առանձնահատուկ ծափահարենք Տիգրանը, ով արդեն ունի բավականին փորձ, և այո, իրենք այն երեխաներն են, որոնց վրա ես հենվում եմ, բոլոր իմ նախկին սաները, ովքեր որտեղ արդեն մի քանի ներկայացում խաղացել են, Տիգրան, ծափահարենք Տիգրանին նաև։ Ժաննան, ով էլի առաջին բեմելը չէր կատարում։ Այսօր կարող եմ նշել նաև իմ դուստրը, որովհետև միշտ բոլորի շնորհավորում եմ, իրեն միշտ մոռանում եմ, ասում եմ ես իմ մայրիկը այստեղ չէ, դրա համար այսօր իրեն առանձնահատուկ ուզում եմ ծափահարենք, որ իմանա մայրիկը այստեղ է, չէ՞ չկարողամ ծափահարել։ Մեր Եվան, առաջարի Եվա, մեր հրաշ կատվունի, տեսեք, առաջին անգամ եք բեմում։ Նարեն, հավի կերպարը մարմնավորով, էլի առաջին անգամ եք բեմում, գնահատենք նրանց առաջին խաղը։ Մեր այդուհու կերպարը մարմնավորով Ռոզին, ծափահարենք Ռոզին, ապրեց, առաջին անգամ չէր, բայց էլի հայնում կատարեց։ Մեր Սիրամարգը, Դոնարան, առաջին անգամ եք բեմում։ Եվ ուզում եմ կուլիսներից հրավիրել այստեղ իմ սաներին, մեծերին, ովքեր հետևում տանջվում էին, Հարութը, Շուշանը և Կարինեն, համեցեք։ Եվ հանդիսատեսի շրջանում իմ մյուս երեխաներն են, ովքեր հյուրընկալ էին այսօր ձեզ համար, ծափահարենք բոլոր այն երեխաներին, որոնք մեր կողքին են, մեզ հետ են։ Մենք դեռ շատ անելիքներ ունենք, և մենք դեռ շատ ներկայացումներ ենք հանձնելու ձեր դատին։ Հուսով եմ ձեր համար ժամանակը անիմաստ չանցավ, գեղեցիկ ժամանակ ունեցաք, լավ տպավորություններով և գույներով կլքեք այս դահլիճը։ Իսկ այժմ ուզում եմ նաև շնորհավորել մեր բոլոր մայրիկներին, շնորհակալ եմ, որ ձեր ամենաթանկ էակներին վստահել եք ինձ։ Իմ թիկունքում նաև իմ շատ սիրելի սաների ծնողներն են, որովհետև մեկ ձեռքը ծափ չի տալիս երբեք և դա փաստ է։ Ես ծափահարում եմ ձեզ, սիրելի ծնողներ։ Հիմա կարող եք շնորհավորել ձեր երեխաներին։ Շնորհակալություն բոլոր հյուրերին այսօր մեզ հետ այստեղ գտնվելու համար։